Google Maps-ում հայկական Տիգրանաշենի անունն այլևս չկա, անհետացել է։ Քարտեզում նախկինում եւ հայատար Տիգրանաշեն էր գրված, եւ ադրբեջանական անվանումով տեղանունը։ Հիմա միայն ադրբեջանականն է տեղանունը։ Տիգրանաշենի տեղը Google Maps-ում գրած է քյարքի ու սենց մի հատ կվադրատ է դրած շուրջը։ Այսինքն դա մերը չի այլևս։ Մեր ստրատեգիական ճանապարհը Երևանից դեպի Սյունիք գնացող հիմա մենք այլևս չունենք, գտնվում է ադրբեջանցիների ձեռքում։ Ըստ քարտեզագիրների, փոփոխությունը քարտեզում կարող էր կատարված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում։ Ադրբեջանցին վերցնում է Google Map-ը վերցնում է, վրան ավելացնում ադրբեջանական իր անունը, անգլերենը ճնջում ադրբեջանական անունն է դնում հայկականը, դանը հետո ցույց է տպում է իր թերթերում Google Map-ը էդի չի արել։ Արցախի քարտեզում էլ հայատար Ստեփանակերտ էր գրված։ Հիմա միայն ադրբեջանական անվանումն է մնացել։ 3 տարի Ադրբեջանն օկուպացրել է Արցախը։ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի շուրջ տարածված տեղեկություններին, Google Maps-ի տեղանունների մտահոգիչ փոփոխություններին Նիկոլ Փաշինյանն է արձագանքել։ Google-ում որևէ անուն է փոխվել, Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այդտեղ։ Սկսենք այդտեղից ողջ ընթացքում։ Այսինքն Google Maps-ը կամ Google Earth-ը ինչքան գոյություն ունեցել է, տանուն է այդտեղ եղել։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրան մասին։ Ինչու ազդեցի Տիգրանաշենի։ Տիգրանաշենի հնաբնակներն ու տարեցներն ավելի լավ գիտեն։ Արարատի մարզում միշտ հայկականն է եղել։ Դա կարող են վկայել նաև հնագետները փաստերով։ Հայկականն է եղել։ Այստեղի գյուղը հայեր են ապրել, ճանապարհ են քալլի, մենակ քարերը կա։ Այնտեղ են ապրել, հայերն են այնտեղ ապրել։ Այնտեղ ձորում գյուղատեղիներ կան, խաչքարեր կան եւ այլն, որոնք խոսում են 12-13-րդ դարերի, որոնք խոսում են այդ տարածքներում ապրած խաչքարը հայ ժողով, խաչքարը միայն հայկական, դուք դուրս եկաք հայկական մշակույթի տարածույթից, այդ սահմանը խաչքար չկա։ Փաշինյանն ասում է, որ Տիգրանաշենի հարցը պետք է լուծվի սահմանազատման արդյունքում։ Փաշինյանը նախկինում հայտնել է նաև անկլավների փոխանակման հնարավոր տարբերակների մասին հանրաքվեով։ Որևէ մեկը չի կարող այդ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Իսկ եթե Տիգրանաշենից տեղահանություն լինի, ուր են տեղափոխվելու ապրելու տիգրանաշենցիները։ Մարզպետարանից, Պարույր Սևակ խոշորացված համայնքից, որի մեջ է մտնում նաև Տիգրանաշենը, հայտնեցին, որ տիգրանաշենցիների հնարավոր տեղահանման դեպքում բնակարանով ապահովելու ընդունված պաշտոնական որոշում դեռ չկա։ 40 տնտեսություն է, էլի։ Այն կարգավիճակը, որ ժողովրդի հետ կապված ունեցել ենք, նույն կարգավիճակով շարունակվում է մնալ։ Ինչ որ նորություն ասված ոչ մի բան չկա, որ դեզի ասենք ասել։ Տիգրանաշենը անկլավ չէ, այն պատմական հայկական գյուղ է, որն ունեցել է Քարքե անվանումը։ Տիգրանաշենցիները չեն պատրաստվում լքել հարազատ գյուղը, ասում են, հարկ եղած դեպքում կկանգնեն զինվորի կողքին ու կռիվ կտան իրենց հողի համար։ Գիտակցում են Տիգրանաշենի կարևոր դերն ու նշանակությունը։ Եթե գյուղը հանձնեն, Սյունիքն ու Վայոց ձորը կվտանգեն։ Ավելին, Երևանը Իրանին կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը մեկընդմիշտ կանցնի Ադրբեջանին։ Ինչ ճակատագրի կարժանանա հայկական Տիգրանաշենը, քաղաքագետներն ու փորձագետները միայն մի հարցում են համոզված. եթե այն անցավ ադրբեջանական տիրապետության տակ, Տիգրանաշենի հանձնումը Սյունիքի ու Վայոց ձորի մահավճիռը կդառնա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։